Բարև ձեզ սիրելի հետևորդներ եւ դիտողներ։ Այսօրվա տեսանյութը մի պատմության մասին է, որը մինչ հիմա շատերի համար մնում է որպես ամենամութ ու անհասկանալի առեղծվածներից մեկը։ Սա Իզդալյան կնոջ պատմությունն է։ Իզդալյան կնոջ առեղծվածը մի պատմություն է, որը 50 տարի անց դեռ պատասխան չունի։ 1970 թվականի նոյեմբերի 29-ին մի տղամարդ իր երկու աղջիկների հետ զբոսնում էր Նորվեգիայի հեռավոր ու քարքարոտ Իզդալեի հովտում։ Նրանք լուր քայլում էին, երբ հանկարծ հեռվից երևաց մի անշարժ մարմին։ Եվրոպայի ամենաառեղծվածային պատմություններից մեկը սկսվեց հենց այդ պահին։ Կնոջ մարմնի ամբողջ առջևի մասը այրված էր։ Նրա կողքին խոտերի մեջ դրված էին զարքեր, ժամացույց, շշեր, անգամ հովանոց։ Դրանք դրված էին այնպես, ասես ինչ-որ ծես էր տեղի ունեցել։ Դատաբժիշկ Տորմոդ Բյոնեսը հենց այդպես էլ ասաց. իրերը դրված էին չափազանց տարօրինակ ձևով, ասես ինչ-որ ծեսի մաս լինեին։ Դիահերձումը ցույց տվեց, որ կինը մահացել էր քնաբեր հաբերի մեծ քանակությունից եւ ածխածնի մոնոքսիդից, հնարավոր է ճամբարի կրակից, բայց ամենամեծ հարցը մնում էր մեկը՝ ով էր նա եւ ինչու էր նրա մարմինն այդ վիճակում։ Շատ շուտով ոստիկանությունը սկսեց փնտրել որևէ հետք, սկսեցին կնոջ մատնահետքերից, որոնք տարան դեպի Բերգենի երկաթուղային կայարան։ Այնտեղ պահեստային սենյակում գտան նրա ճամպրուկները։ Ճամպրուկներից մեկում գտան փոքրիկ նոթատետր լցված տարօրինակ թվերի ու տարրերի շարքերով։ Սկզբում թվում էր անհասկանալի, բայց կոդը շուտով վերծանվեց։ Այն ցույց էր տալիս հյուրանոցների անունները, որտեղ կինը ապրել էր, եւ այն օրերը, երբ գրանցվել էր։ Ամենահետաքրքիրը այն էր, որ յուրաքանչյուր հյուրանոցում նա օգտագործել էր մի նոր անուն, ներկայացել ուրի մարդ նոր մասնագիտությամբ, հետաքրքրություններով ու բնավորությամբ։ Այդքան ինքնություն ստեղծելու համար բնականաբար անհրաժեշտ են եղել մի քանի կեղծ անձնագրեր, բայց ոչ մի անձնագիր այդպես էլ չի գտնվել։ Իսկ կինոջ իրական անունը մինչ այսօր ոչ ոք չգիտի։ Շուտով դեպքը ձեռք բերեց լայն հնչեղություն, մարդիկ սկսեցին քննարկել այն ու առաջարկել իրենց տարբերակները, թե ով է նա։ Չնայած, որ մի քանի քննիչներ չէին ուզում գործը թողնել չլուծված ու անում էին ամեն ինչ ճշմարտությունը պարզելու համար, ոստիկանությունը այն փակեց ընդամենը մի քանի շաբաթ անց։ Սա ավելի մեծ կասկածներ առաջ բերեց մարդկանց մոտ ու սկսեցին ծնվել նոր վարկածներ։ Շատերը համոզված են, որ իշխանությունները գիտեին ավելին, քան հայտնում էին։ Ոմանք կարծում են, որ կինը գաղտնի գործակել էր, գուցե Նորվեգիայի, գուցե մեկ այլ երկրի։ Սառը պատերազմը այդ տարիներին իր ամենաթեժ փուլում էր, եւ լրտների գործնեությունը սովորական բան չէր։ Գործը փակելու որոշումը շատերին չբավարարեց, բայց կինոջ աճյունը դրված ծինկ է դագաղում, այն մտքով, որ գուցե մի օր նրա ընտանիքից մեկը կգտնի նրան։ Իսկ մինչ այդ նա մնում է որպես Իզդալյան կին, մի անանուն ու լռությամբ ծածկված տվեր, որը մինչ այսօր խանգարում է մարդկանց հանգիստ քնել։